Հայ դեղագործների համար առաջնային խնդիր է դեղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելը կամ ընդհանրապես նոր օրենքի ընդունումը։ Հաջորդ քայլը պետք է լինի համագործակցությունը առողջապահական ոլորտի բոլոր այն ոլորտի մասնագետների միջև։ Օրենսդրական բացթողումները նպաստում են ոլորտում այլ խոչընդոտների ի հայտ գալուն, մասնավորապես չգրանցված կամ կեղծ դեղերի շրջանառությանը։ Փաստերը գտնելու դեպքում մենք ուղղակի ներկայացնում ենք պատշաճ մարմիններին այդ փաստերը եւ իրանց զբաղվում են, քանի որ մենք լծակներ չունենք դրանով զբաղվել։ Կեղծ դեղերը հատկապես մեծ վնաս են հասցնում դեղարտադրող ձեռնարկություններին, որոնք բացի տեղական արտադրանքից նաև կատարում են ներմուծում եւ արտասահմանյան դեղերի վերարտադրություն։ Արդյունքում պակասություն կա վստահության ոչ միայն նախարարության բժիշկների կողմից, այլ նաև ազգաբնակության կողմից։ Իսկ CAPS ծրագրի ներկայացուցիչը կարծում է, որ տեղական շուկայում հնարավոր է խուսափել կեղծ դեղերի շրջանառությունից եւ մեծացնել հայրենական դեղերի սպառումը մի պայմանով։ Կարևոր է նույնպես իրազեկված լինելը մեր սպառողների կողմից։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչն էլ այլ բան է վստահեցնում։ Համենայն դեպս օրինական ճանապարհով կամ ինչ-որ մեծ զգալի խմբականակով ոչ մի դեղ, որը չի գալիս օրինական ճանապարհով, չի կարող Հայաստանի Հանրապետություն մտնել։ Նարինե Էրիցյան, Հասմիկ Ֆարոյան, IPF։